միացրեցի։ Ահա, բարև ձեզ սիրելի հյուրեր, Խաչիկ եւ Նարինե։ Բարև ձեզ Բարև Նարինջան։ Հնարավոր է Արթուրն էլ միանա, որովհետև ես թողել եմ իրան հաղորդագրություն, ուշ էլ միանա ոչինչ, ամենայն դեպս շատ ա ուզում, բայց ինչ որ մի բան ոնց որ իրան խանգարի։ Ինչպես եք։ լավ, Լավ եք, շնորհակալություն, ինչպես դուք եք։ ինչպե՞ս եք։ Ես նորմալ փառք Աստծո։ Այսօր ուզում եմ խոսենք տոտեմներից, հա, որովհետև շատ մարդիկ այլ տեսանկյունից են սա նայում, յուրաքանչյուր մարդ ունի իր տոտեմը, իր օգնական, հա, կենթանին, որից ինքը անգամ տեղյակ չի։ Լսել եք այս մասին։ Մի Այո, փոքր։ որոշակի։ Շամանիզմի մեջ բավականին շատ այդ մասին քննարկվում, ես չգիտեմ, շատերը գիտեն, չգիտեն։ Նայեք ինչն է հետաքրքիր, որ մարդ ինչով է էկոլոգիապես մաքուր, երբ որ ինքը չի վնասում կենդանիներին, ինքը իրա, հա, ներսը մաքուր է պահում, դե բնական է, երբ որ չես վնասում կենդանիներին, դու քո ներսդ մաքուր է, հա դու չես կարող վնասել կենդանիներին, բնությանը, մարդկությանը եւ այլն։ Այս ամեն ինչը կապ ունի բնության հետ, արարչականի հետ, ինչ ստեղծել է ինքը արարիչը, հա, որպեսի ոչ թե վնասեն, աղտոտեն եւ այլն, այլ հակառակը ինքը ստեղծել է, որպեսի մարդիկ օգնեն, հա, ճիշտ հասկանան ամեն ինչ, չաղտոտեն, չավիրեն, չփլուզեն, ոչինչ։ Եվ այսօր մենք ինչ ենք տեսնում, որ մարդկության ձեռքերով հա, մարդկության գործողություններով այսօր բավականին աղտոտվել է թե կենդանիների հանդեպ վերաբերմունքը, թե բնությունը, որտեղ բավականին մեծ է տրանսֆորմացիան, հա, բոլորս տեսնում ենք։ Ինչ Ճիշտ եք կասեք ասում։ մասին։ Ճիշտ եք Այո, ասում։ Ես ուզում եմ մի փոքր շամանիկայի տեսանկյունից խոսել հենց տոտեմների հետ կապված, որը շատ մեծ կապ ունի։ Երևի ինձ վրա տեսնում եք պատահական չի 8 թվանշանը, ըհը, տեսակ Այո։ 8 թվանշանակ դա կապ ունի ուրեմ Սատուրն մոլորակի հետ թվագիտությամբ եւ բավականին մեծ դեր է խաղում իմ կյանքում։ Իմ երկրորդ թվանշան է ամսվա, այսինքն մեկին գումարած 8, 18 է, հա, հավասար է 9։ Ես քիչ առաջ իրականություն կիսվել եմ թվերի հետ կապված իմ ուրեմ Facebook-յան էջում, որտեղ պարզ ասվում է, որ 18, 13 եւ 15 թվանշանները իրոք պայծառատեսներ են, բայց հենց ինքը 18-ը, որովհետեւ 18-ը նախ էմպաթ անձնավորությունը, երկրորդը կապը բնության հետ, կապը տիեզերքի հետ, արարչի հետ եւ այլն, իրանք բավականին նուրբ զգացողություններ ունեն։ Ինչևիցե ինձ գալիս է կենդանիների միջոցով, ես դրա համար այսօր բացել եմ այս թեման, բավականին հետաքրքիր է լինելու, սիրելի իմ նախկին աշակերտներ, այսօրվա տարոլոգներ։ Նայեք ինչն է հետաքրքիր, որ ինքը մայր, հա, հողը մեծ կապ ունի, որը տրված է արարչի կողմից, որպեսզի չվնասեն, ինչ ա տվել կենդանիներ, հա, բնություն եւ այլ եւ այլ եւ այլ։ Այս ամեն ինչը կապ ունի բնության հետ եւ կենդանիների հետ։ Իսկ ներեցեք, հնարավոր է տիկինին առա բնության ծառերի տոտեմը արչը լինի։ Կա նման բան։ Տոտեմը չէ, Չէ։ բնության եւ հա, գիտես, բայց ոչինչ։ Մագիայի մեջ եմ ես հարցնում, մագիայի տեսանկյունից։ Տարոյից հետո մագիա չէ, տան տեսնում ես այդ Վելեսի մասին ես խոսում։ Հա։ Դու խոսում ես Կեռնունի մասին, որը տարբեր այլ կերպեր են ասում անունները Կեռնուն, դա Այդ ուրեմ անտառի աստված, Լեշի են ասում, լսած կլինեք, այո, էլի կապ ունեն, որովհետև իրանք հսկում են, որպեսի, հա, այնտեղ մաքուր լինի, էկալագիչնի լինի, եթե մաքուր չի, էկալագիչնի չի, եթե կենդանիներին մեղացնում են, պատիժները սպասեցնել չի տալիս, սա բավականին կարևոր է, հա, նայեք ինչ հետաքրքիր բան կա, ինքը հողը, հա,
ինքը հենց կենթանի օրգանիզմ է։ Ես ուզում եմ այս մասին մի քիչ խորը խոսել, որովհետև կա գիտակցություն, որ մարդը պետք է գիտակցի, հա, տարբերի իր ուղեղը, ինչպես է ինքը վերաբերվում կենթանիներին, բնությանը, հողին եւ այլ, հա, որովհետև մարդու մեջ կարա պահի տակ, եթե դու քո մեջ այդ լույսը կա, քո գիտակցությունը տանում է նրան, որ դու չախտոտես բնությունը, քո գիտակցությունը տանում է նրան, որ տեսնում ես, հա, կենթանիները սոված են, փորձում ես օգնել ինչով կարող ես, ընդհանուր շատ են այսպիսի օրինակները, որը որ մարդ արարածը պետք է անի, բայց այսօր ինչ ենք տեսնում, հակառակ պրոցեսը, հա, մեկը շան հետ սեքսուալ ինչ-որ կապի մեջ է մտնում, այսինքն սա վերջն է։ Եվ այս գործողությունները կենթանիներին, հա, կենթանասպանության զբաղվող, այդպիսի կեղտոտ գործողություններով զբաղվող, թունավորում են օդը, այսինքն մարդ արարածը ինքը այնքան է գազազ է, այնքան է հոգին կեղտոտվե, որ ինքը չի կարողանում այն ինչ ստեղծել է արարիչը, կենթանիներին, բնությանը, մարդկությանը չվնասել, հա, նույնիսկ զարմանում ես ծառերն են հատում, երբ որ ծառերը ունեն զգացմունք, որքան մենք։ Այո, չեն հասկանում, որ դա կենթանի օրգանիզմ է։ Հասկացաք։ Հիմա նայեք ինչն է հետաքրքիր, որ ամեն մեկը կենթանու ունի հետք։ Նկատած կլինեք հողի վրա, որ հա, տարբեր, օրինակ սկյուռիկների հետքերը, շունիկների հետքերը, տարբեր հետքեր, արջի հետքերը, աղվեսի հետքերը եւ այլ, հա։ Ինչպես նաև երբ որ աշխատում են խոսքի օրինակ թռչունների հետ, թռչունը ինքը որ տարերքն է, կարող եք ասել։ Օդի տարերքն է, այո։ Դրա համար նայեք, դուք պետք է հասկանաք, որն է ձեր տոտեմի ամենաառաջինը, հա, կենթանու գույնը։ Միգուցե դուք էլ եք այդ գույները սիրում, բայց ոչ գիտակցաբար, հա, չեք գնում դրան, չեք հասկանում։ Օրինակ, կրակի տարերքներին կարող է գա սալամանդրը, ինչպես ես ասեցի, հա, կարող է գա տարբեր տեսակի ռեպտիլոիդներ, տարբեր տեսակի այսպիսի, բայց մարդիկ չեն հասկանում դա ինչն է։ Կարող է գան իրան այսպիսի նշաններ, բայց մարդը չի հասկանում դա ինչի հետ կապ ունի։ Հասկանում եք։ Բագավողը հիշում եք։ Բագավողը ինքը էքստրասենսորիկայի наставնիկի հետ մեծ կապ ունի։ Ես ինքս որ բռնել էի բանջկայի մեջ, հիշում եք։ Կադրեր տեղադրել ենք։ Փակել էի ու բավականին հետո բաց թողեցի, որովհետև հատուկ գործ էր։ Նայեք, դուք պետք է իմանաք, մարդիկ պետք է իմանան ձեր տոտեմի, հա, ուրեմն կենթանու ռազմերը, ինչքան է չափը, մեծ է, փոքր է, ինքը հզոր է, հա, թույլ է եւ այլն։ Ինչպեսի ինքը ներքին բան ունի, հա, իր մեջ խարակտերիստիկան իր ընդհանուր։ Ես ուզում եմ մի փոքր այս մասին պարզ խոսեմ, որպեսզի շատերը հասկանան։ Օրինակ, անտիլոպան, հա, սվիլորոգ են ասում իրան, Ռուսաստանում անտիլոպա լսած կլինեք, ոտքերը բարակ, ինքը ոսկուր, բայց ջանով է, հա, ինքը ունի նաև եղջյուրներ, որոնք լինում են Սևեռնի Ամերիկայում, լսած կլինեք, հա։ Լսել եք այս մասին։ Այո։ Ինքը ինչ ունի։ Ունի կոտոշներ, հա։ Այսինքն ամեն ինչ չի, որ կոտոշները արդեն խոսում այն մասին, որ ինքը կարա, հա, ոտքի վրա կանգնի, գետնի վրա, բայց ամեն ինչ չի, որ իրան կարող է դուր գա, այդ մասին խոսում է պոզերը իրա։ Հա, նույնը մենք տեսնում ենք մարդկանց, հորոսկոպի, հա, ծնված նշաններով, խոսքի ցուլը ունի, չէ, պոզեր։
Էլի ջանը մեծ, բայց ոտքերը ինքը կարողանում է կանգնի հողի վրա, բայց ամեն ինչ չի, որ ցուլին դուր է գալիս, ինքը կարա պոզահարի։ Հասկացաք։ Անցնենք հաջորդին, բավականին շատ հետաքրքիր այսպիսի բաներ կան, խոսենք բառանից, խոյից։ Նայեք, ինչ վերաբերվում է իրան հենց անտիլոպային, ես ուզում եմ մի փոքր ձեզ հետաքրքիր բան ասեմ, իրա ուրեմն ուժի օրը դա կապ ունի գարնան եղանակի հետ եւ աշնան եղանակի հետ։ Իսկ որպեսի հասկանաք, հա, ընդհանրապես ինչպիսին է ինքը, բավականին արագաշարժ է եւ բավականին շատ շուտ կողմնորոշվող է։ Գիտեիք այս մասին։ Ես չգիտեի։ Սրանք այնպիսի գիտելիքներ են, նաև դուք կարող եք իմանալ, որպեսզի հետագայում գիտելիք ձեր բերեք, սա լավ է արդեն։ Բառանը ինքը դա կապ ունի խոյերի հետ, հա, մանավանդ սպիտակները։ Էլի, իր ժամանակը կարա լինի բավականին շատ ուշ խորը ձմեռվա ժամանակ, հա, եւ կարա լինի սկիզբը ուրեմ ձմեռվա, հասկացաք։ Իսկ ինքը սիրում է գնալ նոր հարաբերությունների։ Կարող է նշանները ձեզ գալիս է, դուք չեք հասկանում, թե ինչու է խոսքի օրինակ ինքը հայտնվել ձեր կյանքում։ Խոսքի օրինակ հենց այնպես չի խոյը հայտնվում ինչ-որ մեկի կյանքում, հա։ Կարծում եմ հասկանում եք։ Սրանք այնպիսի բաներ է, նայեք, եթե լինում է ինքը ձեր տոտեմը, դա կարող է նշանակի, որ ինչ-որ ձեր կյանքի սֆերաների հետ կապված հնարավոր է նոր հարաբերություններ լինի։ Որովհետև աստրոլոգիայի մեջ հենց ինքը, հա, այս խոյը, ինքը հենց խոյ համաստեղության նշանն է։ 12 նշանների միջև, հենց առաջին նշանը։ Այսինքն այստեղ արևը գալիս է խոյում, հա, խոսքի օրինակ ծնվում է խոյը։ Հասկացաք։ Ուրեմն կորեական, չինական հորոսկոպի ուրեմն մեջ այդ մասին խոսում են, որ կարա լինի ինքը բառան, հա, հորդ չէ, ներողություն, հայերեն ոնց են ասում, ես չգիտեմ դա, բացի խոյը, հա, կան տարիով այդպիսիները, չեմ հիշում ես, բայց 90 Հենց խոյը հայերեն է, Ինարա ջան։ Գիտեմ, բայց բացի դա էլի կա, որ տարիով մարդը 91 թվի ծնվածների մոտ են։ Իրենք Այծեղջյուր։ Ինչ? Չէ, այծեղջյուրը չի դա։ Մի քիչ ուրիշ ձև է ասվում, լեզվից ծերինա պրոստը մոռանում եմ, հա, որը Այցի տարու հետ ես, Ինարա ջան։ Հա? Այցի տարու հետ ես։ Այցի, չէ, այցը չի։ Լեզվից ծերինա մոտ ես, բայց այցը չի 100%։ Նայեք, ինչն է հետաքրքիր, որ դա կապ ունի տարվա 12 ցիկլերի հետ։ Եվ սա բավականին համբերատարության հետ կապ ունի մարդու եւ մարդու զգացմունքների հետ, հա, որովհետեւ այսպիսի մարդիկ, որ այս տարում ծնվել են, բավականին կարա շատ բաներ իրենց կյանքում հաղթահարեն, որպեսզի, հա, առաջ գնան իրանք, բավական պետք է լինեն համբերատար։ Ինչն է հետաքրքիր, որ իրանք ունեն իրանց կարծիքը, հա, եւ բավականին շատ մարդկանցից բավականին տարբերվող են։ Եվ դա կարա լինի մարդու տոտեմ ինքը դրանից չհասկանա։ Նշաններով կարող է իրեն գա, հա։ Ուրեմն այս խոյի այդ կոտոշները որ կա, հա, ինչի հետ կապ ունի։ Կապ ունի պաշտպանության հետ։ Շատեր այդ մասին չեն խոսում, սիրելիներս։ Որովհետև դա իր զենքն է, ունեն հայ այդ հատկությունը, նկատած կլինեք խոյերի մոտ, եթե ինչ-որ մեկը մի բան փորձում ան, մի անգամից միանում է իրանց այդ զաշիտան, պաշտպանությունը, նկատել եք դա։ Այո։
Դե տեսնում եք։ Հիմա մի փոքր ուզում եմ բարսուկից խոսել։ Բարսուկ գիտեք որն է։ Ոչ։ Google-ով գնայք, կբերի կտեսնեք։ Ինչ է իրանից ներկայացնում, իր ժամանակը դա բավականին փորսուղ ոնց որ ասեք, հա, փորսուղ։ Փորսուղ։ Շատ ուշ գարնանն են իրանք դուրս գալիս եւ իրանք բավականին շատ ուժեղ են եւ մարդկանց մոտ կարող են նկատել, որ իրանք կարողանում են իրանց վրա հույս դնել եւ բավականին շատ մեծ համբերություն ունեն սпасելու։ Այս տոտեմն էլ է բավականին շատ ուժեղ տոտեմ է։ Երբ իրան պետք է ինքը գիտի, թե երբ է մտնում է թողի տակ եւ գիտի համբերատարությամբ, թե ինչպես է դուրս գալիս, հա, իրան նպատակներին հասնելու։ Այսպիսի մարդ եթե խոսքի օրինակ նայում ենք իր դեմքին, մի քանի պալասայի նման է, հա, մեջտեղը ճակատի ինչ որ սպիտակ բան է, աչքերի այս կողքերը սև, դա ինչի մասին է խոսում, որ մարդը կարա ինչպես լինի բարի, այնպես կարա լինի, եթե հունից անեն, ինքը կրծող կենթանի է, կարա նաև քեզ վնասի, այսպիսի մարդկանց չի կարելի հանել, հա, հունից, նաև այս մասին է խոսում։ Հիմա մի փոքր sense տարբեր, ես ուզում եմ ձեզ ասել, որ իմանաք, սկյուռիկները, հա, մենք տեսնում ենք իրանք էլ կրծող կենթանի են, գույնը բավականին վառ գույն է իրա, հա, կրակի գույն, բոլորը տեսել եք, համարյա ամեն տարի տեսած կլինեք, տարվա մեջ, համարյա մի տարի, կրուգլի տարի ինքը լինում է, հա, ինքը ամեն րոպե ուշադիր է, սենց կողքերը նայում է, սա էլ է շատ ուժեղ տոտեմ, սա կարող է կապ ունենալ, եթե դուք տեսնում եք, հա, ձեր կյանքում, եթե ձախից է գալիս, փորձում են ձեր պաշտպանությունը ինչ-որ ձևով վնասել, պրովոկացիաների մասին է խոսում եւ այլը, դուք պետք է ուշադիր լինեք, որպես տոտեմ ինքը քեզ համար կարա ինչ բերի, գիտեք, որպեսզի ձեր կյանքում ակտիվություն լինի, դուք պատրաստ լինեք ինչ-որ քայլեր փոխել ձեր կյանքում, քայլեր անել եւ այլը, լինեք ակտիվ, ոչ թե նստած, չվախենաք ոչ մի պրովոկացիայից, չվախենաք, ինքը ձեզ կօգնի, հասկացաք, որովհետեւ տեսնում եք ինչ արագաշարժ են, հա, հաջորդը բիզոն, ռենգեղջուրն է, մենք տեսնում ենք իրան էլ ունի, հա, սենց կողքերից բավականին սենց հզոր բան ունի ինքը, Եսի դաստաղտկի մասին կարա խոսա, որ կարող է բերել մարդու կյանքում, եթե ինքը թեկուզ երազում տեսնում է, եթե ինքը առնչվում է կամ հեռավորության վրա տեսնում է, պետք չի, որ ինքը այս իրա տոտեմին սպանի, հա, վնասի, որովհետև ինքը կարա իրան հաջողություն բերի այդ մարդուն, հա, ցույց է տալիս, կարա հասնի ինչ-որ ֆինանսային ռեսուրսների եւ այլը, բայց ճիշտ մոտիվացիայով եւ ճիշտ ձևով, այլ ոչ թե մարդկանց խաբելով եւ այլը։ Էլի տարբեր տեղերում լինում են։ Այս տակի ռնգերը տեսել եք։ Ինչի մասին կարող են խոսել։ Սենց կեռիկ ինքը ինչի է նման, եթե ուշադիր նայում ենք լուսնի։ Նկատել եք։ Այո։ Դա հենց այնպես չի։ Ինքն էլ ունի մոգական ուժեր, մոգություն, այսինքն ինքը շատ լավ գիտի ինչ ոնց որից հետո է անում, բայց շատ մարդիկ, հա, չեն հասկանում այս տոտեմին ինչ որտեղ։ Ինքը կարա ցելենապրավլենի նպատակ դնի եւ իր նպատակներին հասնի։ Երազում այսպես կարող է հուշի մարդուն, բայց մարդ չի կարա դա հասկանա։ Լուսին ինքը նաեւ երազի հետ կապ ունի։ Հասկացանք։ Այո։ Հաջորդը դա բոբրն է։ Ես ձեզ կարող եմ ցույց տալ, նայեք։ Բավականին հետաքրքիր ինքը կենթանի է, իմ այս գիրքն է սիրել եմ։ Բավականին ինքը շատ հետաքրքիր է, կծկված, հա, սենց նստած,
ուրեմն ինքը կարա իր երազանքները իրականացնի։ Իր ժամանակը, երբ որ նոր ուզում է մութը ընկնի, հա, երբ որ արևը մայր է մտնում, լուսինը ուզում է բարձրանա։ Գիշերն է, խավարի հետ կապ ունի։ Եվ եթե մարդը իր երազում տեսնում է կամ ինքը ինչ որ երազանքներ ունի, այս նշանները իրան գալիս է։ Սա նշանակում է իր տոտեմն է, ինքը կարար երազանքները իրականացնի, վիզուալիզացնի, այլ ոչ թե նստի, լացի, վայ։ Սրանք հենց այնպես չի, որ գալիս են, հա, գալիս է տարբեր միջոցներով։ Հասկացաք։ Անցնենք հաջորդին։ Բավական շատ հետաքրքիր էլի կենդանի է։ Բրոնենոսец։ Ուշադիր նայեք։ Այնպիսի տպավորություն է, որ ինքը կարա պաշտպանի։ Չէ՞, անունն էլ Բրոնենոսец։ Այս ուրեմն տոտեմի նշանը կապ ունի մարդու պաշտպանության հետ, որը երազով կարա գա, որը իրան սենց նկարներով կարա գա, սենց մեր միջոցով կարա գա, հա, էկրանին որ տեսնում է, նույնը նշաններով։ Հասկացաք։ Այսինքն սա զգուշացում է, որ դու պետք է քո անձնական պաշտպանությունը հզորացնես, ուժեղացնես։ Նաև այսպիսի հատկություններ ունի ինքը պաշտպանելու, այլ ոչ թե քեզ վնասելու։ Հասկացաք։ Անցնենք հաջորդին։ Շատ հետաքրքիր, բույք, եզնա։ Էլի մենք նայում ենք բավականին մեծ ջանով ցուլի այդ իրա, հա, կոտոշներով ու բավականին սպած այրերը։ Իրանք պարտվող չեն։ Այո, եւ սա Յուպիտերի հետ էլ կապ ունի, եզի տարի ծնվածները։ Այսինքն մարդու կյանքում սա կարող է գա, ինչի մասին է խոսում, որ ամեն ինչ չի, որ իրան կարող է դուր գալ, հա, ամեն մարդ չի, որ կարող է հունից հանել, հա, բայց եթե հունից հանել եք այս մարդուն, դու պետք է պատրաստեք պատերազմի, ինքը իր ասածը բնավորությունն է նկարագրում, հա, մի քիչ էսպես անեմ, բնավորությունն է, հա, նկարագրում, այսինքն այս տոտեմը կարա պաշտպանի, ուղղություն քեզ ճիշտ ցույց տա, որ դու պետք է կարողանաս ինքդ քեզ պաշտպանես, հա, ճիշտ մտածելով, հունից շատ դուրս չգալով, բայց դու կարող ես ինչ-որ բանի հետ չհամաձայնվել, հա, որովհետև դու ունես քո սեփական ուղեղը, դու կարող ես նպատակներ էլի դնել և գնալ, դու կարող ես ամուր կանգնել երկրի վրա, հասկացաք, այս մասին է հուշում, և ինքը տալիս է պտղաբերության հետ էլ կապ ունի, հա, պտուղ, հա, իրա սամկայի հետ, ինքը կարող է տա պտուղ, մարդիկ շատ ինչ են ուտում այսօր, հորդի միս, տավարի միս, ցուլի միս, հա, որ պահում են, լսած կլինեք, այո, այսինքն կարող է մարդու տոտեմը սա լինի, բայց ինքը անընդհատ վնաս է կենդանում, և իր մոտ պրոբլեմներ սկսվի, ասի, յա ես ինչից է, նստի լացի, բոլորին մեղադրի, հա, բացի իրենից, գալիս է մի պահ, որ այդ ամեն ինչ իր մոտ վերջանում է, հա, որը տալիս էր իրեն այդ ամեն ինչը կենդանի, նույնը երազում կարող է տեսնել, իսկ երազում, երբ տեսնում են մարդիկ, այս տոտեմը ինչի մասին է հուշում, փորձված բան եմ ձեզ ասում, հիվանդության, որ պետք չի դու սենց կամակոր լինես, հա, պողզերը տնգած, ասես, չէ, ես չեմ գնում բժշկի մոտ ամեն ինչ լավ է, միգուցե դու հիվանդ ես, դու պետք է հետևես քո առողջությանը, նաև այս մասին է հուշում, և եթե այսօրվա դրությամբ դու
շարունակես կամակորությունը քո ասած անես, դու կարաս հա, ընդհանուր սպերաների հարցով եմ ասում, դու կարաս շատ մարդկանց վնասես, դու կարաս քո ընտանիքին վնասես, նաև այսպիսի տղամարդիկ կան, հա, ովքեր պոզավոր են, էգոն չեն դնում մի կողմ, մարդկանց դրության մեջ մտնելու եւ այսպես նշաններով կարող է մարդը չհասկանա թե ինչ է ուզում ասի այս կենթանին իրենց այս տոտեմը հաջորդը դա վապիցինա եղջերուն որը կապ ունի ուժեմ ուժի կենթանական աշխարհի մեջ հա եւ այստեղ շատանում է եղջյուրները, հա, տարածվում է։ Չի կարելի եղջերուներին, եղնիկներին սպանել։ Մարդիկ կան, մենք այսօր տեսնում ենք, որ մարդկանց տանը կա, հա, եղջերուի, խոսքի օրինակ գլուխն է, հա, կտրավ, եւ եղջյուրները սենց դրել են, իրանք լավ են զգում։ Բայց դա դրա էներգիան ամեն մարդ չի, որ կարա կրի իր տան մեջ։ Եվ ինքը կենթանասպան է։ Իրան նշանները գալիս է, որպես ինքը հասկանա, այսինքն եղջյուրները մի հատ չի, մի քանի հատ չի, հա, եւ այլն։ Այս տոտեմը կարա նաև իրան պաշտպանի, ոչ թե ինքը վնասի այս կենթանուն։ Ստեղ արմատական կարա մարդու կյանքը նաև փոխվի։ Այսպիսի մարդիկ կարող է ծնված լինեն ուրեմաշնանը, այս տոտեմով, եւ պետք է ուշադրություն դարձնեն, հետևեն իրենց գործողություններին, որ հետագայում խնդիրը ավելի չմեծանա, հա, կարմայի մասին էլ է այստեղ խոսում, շատ մարդիկ չգիտեն, որ այն ինչ դու անում ես, դա կարա լինի հետագայում բավականին, հա, կենթանասպանություն, խոսքի օրինակ մարդասպանություն, օրինակ ախոտնիկ իրան պետք չի լինի, հա, ապրես Եվ պետք չի վիզը կտրի, բերի դնի տան մեջ։ Հասկացաք ու ուրախանա գլուխովա եւ այլը, որովհետեւ կենթանիներին չի կարելի սպանել, դա կարող է նաեւ իր տոտեմը լինի։ Եվ հետո այդ մարդու կյանքում նայի եղջերուի մի քանի բաներով, ահա, սա ինչից է խոսում, հեսա կավարտվի 10 րոպեից, նորից կշարունակենք։ Դա խոսում է արմատներից մարդու։ Ծառը ինչպես է այդ իր արմատները, նույնն էլ եղջերուինն է, չէ, մի քանի հատ է։ Դա արմատների հետ կապ ունի, ռոդի, տոհմի։ Եվ այստեղ կարող է իր տոհմում ինքը խնդիրներ ունենա, եթե կենթանի է սպանում։ Մի քանի անգամ կարող է դրանից հետո իրեն գա, որ զգուշացում, որ դու տիեզերքի օրենքները խախտել ես քո տոհմում սենց պրոբլեմներ կարող է լինի եւ մեկի հետ չէ, այլ մի քանիսի հետ։ Մարդ կա, որ գալիս է այսպես տոտեմը, որպիսի մարդուն, հա, բերի, ծաղկացնի իրա պտուղ շատ լինի իրենց տոհմում եւ այլը, թե աղջիկներ, թե տղաներ եւ այլը։ Եվ իրանք էլ են կանգուն։ Այստեղ ավելի շատ բերում է հարստություն, այս տոտեմը, հա, կայունություն եւ ռեսուրսներ մարդու կյանքում։ Անցնենք հաջորդը, դա գայլն է։ Գայլը ինչի հետ կապ ունի այս տոտեմը, իվարկե, գայլը, եթե դուք էլ կարող եք խոսել, մենակ ես չէ, հա, գայլը ինչի հետ կապ ունի, խոսեք։ Նարին է։ Էդ եմ, դա եմ մտածում։ Ես գիտեմ, որ 3 գայլեր իրար կողք եթե կանգնած են լինում, անպայման 3-ն էլ իրար բերանի մեջ է լինում։ Իրար կողքի չեն կանգնում։ Շների պատմությունը լսել եք, որ մի հատ խելոք գայլերը շատ սոված են լինում եւ մի հատ լավ շունիկ են տեսնում։ Վերցնում են, որ այս շանը ուտեն, շունը խնդրում է, որ իրանց իմաստություն կսովորեցնի եւ գայլերը դագավոր են կապում իր հետ, որ իրան չուտեն, ձեռք չեն տա։ Բայց իրան շատ լսում են եւ Ներեցեք, պաշտպանության հետ կապ ունի։ Պաշտպանության հետ, իմաստության հետ, նաև շների հավատարմության հետ, հոտառության հետ, լյալուսնի հետ, մարդու ինտուիցիայի հետ։ Դու ինչ կասես, Խաչի։ Ես կասեմ գայլը նախ
առաջնա հավատարմության հետ, ինքը իրա սենց ասեմ, ոմակին չի թողի առանցին գնա։ Ինքը Բավականին իրա կյանքը վնասում կզոհաբերի հանուն ոմակի։ այո եւ այնպես ստացվել որ վերջում իրանք իրար մեջ խոսել են եւ շանը կերել են գերեզման են դրել այդպես են պատմում հնուց եկող է այսպիսի պատմությունը եւ հետո փոշմանում են թե իրենք ինչու սպանեցին կերան այնքան սոված են եղել որ կերել էին այդ շանը ուրեմն շունը նաև բոլորս գիտենք հա գայլի մյուս տեսակը դա խասկիներն են իսկ խասկիից արդեն հետո դրանք սովորական մեր շներն են դրա համար մարդիկ երբ որ վնասում են շներից հենց այնպես չեն հայտնվում գայլերը նկատած կլինեք այդ շներն են ոռնում հա նայելով լուսնի նկատել եմ մեր հայաթում կար այդպիսի շուն երազներում երբ որ դուք տեսնում եք գայլին մանավանդ թփերի հետևում ձեր մեջքի հետևում կանգնած սա ձեզ հուշում է որ դուք ունեք թշնամի որը ձեր մեջքի հետևից է գործում մի փոքր այսինքն նամյոկ անում քեզ քո ինտուիցիային հետևիր երազով ենք մենք քեզ ցույց տալիս եւ այդ մարդը կարող է քո ռեպուտացիայի հետ խաղա քո պատվի հետ խաղա անձը կարա լինի խոսքի օրինակ հա այնպեսի մի մարդ որը կապված է քո անցյալի հետ աշխատացրա քո ինտուիցիան զգուշ եղի զգուշացնում է հասկացաք այո ամեն մարդու երբ որ գալիս է գայլի տոտեմը դա հենց այնպես չի գալիս դուք պետք է զարգացնեք ձեր ինտուիցիան գայլը իմաստուն է բավականին ձեզ կարող է օգնի օտարությունով հա դուք շատ բան հասկանաք բացահայտեք ձեր կյանքում եւ այլը գործեք իմաստուն այս տոտեմը այս հարցում բավականին օգնում է աջնային ձուկ համաստեղության նշանի տակ ծնվածների մոտ է սա մանավանդ 18 թվանշանի հետ ում ասում են աչքի ոգ լսել եք միայնակ գայ դա հենց այնպես չի ասում այո լսել եք այո անցնենք հաջորդին գայլը նաև կարող է քեզ պաշտպանել այս ուժին որ դիմում ես հա իրանք բավական հավատարիմ են եւ իրանց հոգին ամենուրա կարող է ձեզ օգնի հա պալնալունյան է կապ ունի էլի գիշերային գիշատիչ կենթանիներ են որովհետեւ եթե երազը ձեզ հուշում է ուրեմն երեկոյան ժամերին կարող է դեպքերը լինեն ձեր թշնամու հետ կապված մի քիչ խելացի գործեք հասկացաք այս դրա մասին խոսում իսկ այսպես ինֆորմացիաներ ունեիք գիտեիք ես շատ չեմ խորանում հակիրճ եմ ասում փորձողները թոկերը տեսած կլինեք հա ես բավականին տեսանյութեր եմ տեսել թոկերի հետ կապված որտեղ ոնց են լացում որ իրանց բռնում են տեսել եք լացելու չէ փոկերին ջրային կենդանիները հա հասկացանք ինչի մասն է բայց չեմ տեսել նայեք կարող են բերել մարդու ուրախություն հա որովհետև սիրուն են շփում ոնց որ դելֆինները մարդու հետ եւ բավականին հաղորդակցվող են մարդու հետ եթե այս տոտեմը ձեզ հանդիպում է սա հուշում է որ քո կյանքում լավ մարդ կարող է հանդիպի կամ դու կոնտակտ պետք է ստեղծես հա այս կենդանու հետ խոսքի օրինակ նա կարող է քեզ բերի խոսքի օրինակ հա լավ հաղորդակցություն լավ լավատես անձ լինի քեզ ուրախացնի միգուցե այն մարդը որ պետք է հայտնվի նաև քո կյանքում նման կարող է լինի հենց բնութագրով հա այո հասկանում եք իսկ դուք ինչ կարող եք ասել ինձ համար մի փոքր զարմանալի է առաջի անգամ եմ լսում դրա մասին ոչ մեկ չի խոսացել դե ես սիրում եմ խոսել որովհետև ես ունեմ գիտելիք տեսնում եք ես ընդեղ էլ չեմ նայում ես էկրանին եմ ձեզ ցույց տալիս դելֆինը ինքը բավականին մարդամոտ է սիրում է շփվել երեխաներին ուրախացնել դելֆինի
տոտեմն էլ է բավական հետաքրքիր, եթե երկու դելֆինով արձանիկ եք ունենում, հա, ջրի տարերքի հետ կապ ունեք, դա բնական է ձեր տոտեմն է եւ դա կարող է ձեզ բերի ձեր տուն խաղաղություն, հանգստություն եւ սեր։ Մի հատ չի կարելի պահել, չի կարելի, ոչ ծիտիկ մի հատ, ոչ, հա, այսպիսի արձաններ եւ այլն։ Փորձեք շատ լինել ջրին մոտ, հուշում է ձեզ այս մասին, լավ էներգիա տալ եւ լավ էներգիա ստանալ, մաքրելով ձեր անձնական այդ, հա, աուրան, ձեր դաշտը եւ այլն։ Դուք էլ մարդկանց ուրախացրեք, նաեւ այս մասին է հուշում։ Էներգոաբմեն պետք է լինի, հա, ինքը ուրախացնում է, երեխան լավ ուրեմն ստանում է լավ էներգիա, հա, ուրախանում է։ Իսկ եթե վնասում ես, բնականը կարա նաև կծի, ինչու չէ։ Դա կիտ չի, հա։ Այո։ Ստեղ կապ ունի ուրեմն զվուկների հետ, ձայների հետ, դելֆինի մեծ կապ ունի եւ կապ ունի մարդու ուժը, հա, շնչուղիների հետ։ Սա բավականին մեծ կապ ունի եւ մարդ միգուցե նշանա, որ այդ տոտեմն իրան, որ ինքը պետք է զբաղվի իր շնչառությամբ, առողջությամբ, էմոցիաներով եւ այլն։ Գիտեիք։ Ոչ։ Անցնենք ձիկոբրազին, ինքը ոզնու նման է, ասենք երկար բավականին շատ սուր, իմացակ, հա, բան ունի, այսպիսի փշոտ ծակող մեջքին, ինչը իր քայլերով կարա զարմացնի մարդկանց, ոնց որ իմ դուռակ քարտերից մեկը լինի, տարու քարտերով, բայց վտանգ կա այստեղ։ Ինքը հայտնվում է ուրեմն աշնանը, բավական խելացի է գործում եւ փորձում է միշտ զարմացնի։ Այս տոտեմը միգուցե ինչ-որ մեկի մեջ պակաս կարող է լինի այս բնութագրերը բնավորության մեջ, ինչը իրան պետք է, հա, որ ինքը այդ տոտեմը եթե կա, իր տոտեմն է, որ ինքը կարողանա միգուցե ինչ-որ բան, եթե իր կյանքում խանգարում է, ինքը առաջ գնա, ինքը